Սունդուկյան թատրոնի պաննո ստեղծարար կենտրոնն այս անգամ հյուրընկալել է գրականության մարդկանց, նրանց, որոնք գրում են, որովհետև չեն կարող չգրել, բայց նաև երբևէ տպագրվելու կամ ընթերցողների գնահատմանը ներկայանալու համարձակություն չեն ունեցել։ Հենց նրանց համար է ստեղծվել Նորանուններ գրական մրցույթը, որն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջինը հայտարարվեց 2024-ի հունվարին նորահայտ գրական տաղանդներ բացահայտելու նպատակով։ Հեղինակները կարող են հայտ ներկայացնել մեկ պատմվածքով, նովելով կամ էսսեյով։ Միակ պայմանը տպագրված եւ գրողների միության անդամ չլինելն է։ Մրցութային հանձնաժողովի նախագահ Գեղեցիկ Մարգարյանի գնահատմամբ այս տարվա արդյունքը գերազանցել է բոլոր ակնկալիքները եւ քանակական եւ ստեղծագործական ներուժի իմաստով։ Շատ ուրախ ենք, որ կայացավ մրցանակաբաշխությունը եւ մրցույթը կայացավ, եթե 24 թվականին մենք ունեցանք ընդամենը 38 աշխատանք, մեզ ներկայացվեց 38 արձակ, էսսե ասեմ, նովել եւ պատմվածքներ։ Այս տարի արդեն մենք 89 աշխատանք ենք ստացել, 89 ստեղծագործություն եւ նաեւ ուրախությամբ պիտի ասեմ, որ այս տարվա ստեղծագործությունները գեղարվեստի առումով, հայերենի առումով, մատուցման առումով ինչ որտեղ շատ ավելի բազմազան էին եւ մեծ հնարավորություն էին տալիս ընտրություն կատարելու։ Նորանուններ մրցույթի հիմնադիրն ու հովանավորը Վարդանյան ընտանիքն է։ Վարդան Վարդանյանը մասնագիտական գործունեության առումով որևէ կապ չունենալով գրականության հետ չափազանց կարևոր է համարում գրական նոր եւ ազատ հարթակ տրամադրել այն հեղինակներին, որոնք տարբեր պատճառներով դուրս են ընթերցողական լայն լսարանի տեսադաշտից։ Հենց նրա նախաձեռնությամբ հրատարակվել է նախորդ տարվա մրցանակակիրների գործերի ընտրանին, իսկ այս տարվա հաղթողների ստեղծագործությունները առանձին գրքով հրատարակվեն արդեն սեպտեմբերին։ Որոշեցինք նաև գիրք հրատարակել, բոլոր հաղթողների աշխատանքները այգում կան, ով ուզի կարող է կարդալ, բայց հին ձևով այդ գիրքը իր հետաքրքրություն ունի, դրա համար որոշեցինք նաև գիրք հրատարակել եւ հաղթողներին էլ մրցանակակիրներին նաև կարծում հաճելի կլինի իրենց ստեղծագործությունը կարդալ եւ ցույց տալ բարեկամներին կարդալ ինձ առանձին գրքի մեջ։ Մրցութային հանձնաժողովի անդամները Հրանտ Վարդանյանը, Թադևոս Տոնոյանը, Գագիկ Սարոյանը, Լուսինե Սաղաթելյանը եւ նախագահ Գեղեցիկ Մարգարյանն աշխատել են կատարյալ գաղտնիության պայմաններում, անոնոն տեքստերից բացի անտեղյակ լինելով նաեւ գործընկերների գնահատականներից։ Մեծ հարգանքով են վերաբերվել գործընկերների դիրքորոշումներին եւ կրկնակի քննարկել են վիճահարույց բոլոր գործերը։ Արդյունքում 3 խրախուսականի փոխարեն ունեցել են 4, 1/3 մրցանակի փոխարեն 2 եւ համերաշխորեն առաջին մրցանակը շնորհել են իրավաբան եւ գրող լինելու որևէ հավակնություն չունեցող Աննա Ադյան-Դավթյանին Սալեր պատմվածքի համար։ Սա իմ առաջին մասնակցությունն էր առհասարակ որևէ գրական մրցույթի, բայց այսօր ստանալով առաջին մրցանակը հասկացա, որ սա շատ լայն հնարավորություն է այն մարդկանց համար եւ շատ բնորոշ տիպի կանոն է ընտրված նորանուններ մարդկանց համար, ովքեր զանազան պատճառներով խուսափում են կամ չեն համարձակվում ինձ նման որևէ մրցույթների մասնակցել եւ շատ զարմացած ու տպավորված եմ անաչառությունից։ Մրցույթի երկրորդ մրցանակակիրը Վանոս Շերմազանյանն է, երրորդ մրցանակին են արժանացել Աննա Հովանիսյանն ու Նազելի Ավետյանը եւ խրախուսական մրցանակների են արժանացել Արմինե Սարգսյանը, Տաթև Ադամյանը, Դիանա Հովանիսյանը եւ Վիկտորիա Պետրոսյանը։ Նորանունների մրցանակակիրները բացի վկայագրերից իրենց հետ տանում են նաեւ գրական ճաշակի եւ կողմնորոշումների կատարյալ ազատությունը, որն առաջիկայում արահետ կհարթի դեպի բարձր գրականությունը։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։